Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին։ Եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը։ Նաև բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ և ձեզ հետաքրքրող մեկին։ Այն կբացահայտի մանրամասները ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչումների և առողջության մասին։ Կենդանակերպը բաղկացած է 12 նշանից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է 4 տարրերից մեկին՝ կրակ, հող, օդ կամ ջուր։ Կենդանակերպի նշանը, որի տակ է ծնվում մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զույգերին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունները։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այսօրը ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եվ այսպիսով, եթե դուք ծնվել եք հունվարի 7-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը այծեղջյուրն է։ Դա երկրի, նաև հողի նշան է։ Հունվարի 7-ին ծնվածների առանձնահատկությունները՝ ուժեղ կողմերը, անկախություն, ոչ ստանդարտ մտածողություն, խորաթափանցություն և նպատակասլացություն։ Թույլ կողմերը՝ վիրավորվելու հակվածություն, զգայունություն, կախվածությունների հանդեպ հակվածություն։ Հունվարի 7-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ նպատակասլացություն, լոյալություն, իրատեսություն և համառություն։ Հունվարի 7-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ առաջնորդություն, կամքի ուժ, աշխատասիրություն և զսպվածություն։ Հունվարի 7-ին ծնվածների կենդանակերպի նշանը այծեղջյուրն է։ Նրանք նպատակասլաց, կայուն և անկախ անհատներ են։ Նրանց դիմացկունությունը, աշխատասիրությունն ու համառությունը շրջապատի մոտ առաջացնում են և հարգանք, և երբեմն նախանձ։ Իրենք ընկերասեր են և հեշտությամբ են շփվում շրջապատի հետ։ Ունեն զարգացած ինտուիցիա, լավ հումորի զգացում, ինչի շնորհիվ հաճախ դառնում են ցանկացած ընկերախմբի հոգին։ Նրանք անշահախնդիր են և պատրաստ են օգնության հասնել, փոխարենը ոչինչ չսպասելով։ Սակայն նոր ծանոթների նկատմամբ վերաբերվում են զգուշությամբ, չեն բացում իրենց գաղտնիքներն ու անձնական կյանքը, ինչի պատճառով երբեմն կարող են երևալ որպես հպարտ մարդ։ Այսօրը ծնվածները զգայուն, խոցելի և նուրբ հոգիներ են, ինչի շնորհիվ սուր են ընկալում շրջակա աշխարհը։ Նրանք ձգտում են ընդլայնել իրենց աշխարհայացքը, հետաքրքրվում են խորհրդավոր ու անհասկանալի երևույթներով։ Նրանց գրավում են միստիկան, էզոտերիկան, փիլիսոփայությունն ու կրոնը։ Հունվարի 7-ին ծնված կանանց բնութագիրը։ Այս կանայք իրատեսական, լոյալ և նպատակասլաց անհատներ են։ Նրանք մեծ ծրագրեր ունեն ապագայի և կարիերայի համար։ Հետևում են խիստ բարոյական սկզբունքների, այդ պատճառով ամեն ինչում փնտրում են արդարություն և տրամաբանական բացատրություն։ Նրանց բնորոշ են չափազանց մեծ պատասխանատվությունը և համառությունը։ Նրանք խիստ և քննադատ են թե իրենց, թե շրջապատի հանդեպ, ինչի պատճառով դժվարությամբ են ներում սխալները։ Անհաջողությունները և պարտությունները կարող են նրանց հանել հավասարակշռությունից, իսկ նման պահերից հետո դժվար է կրկին ուժ գտնել և շարունակել ճանապարհը դեպի նպատակ։ Հունվարի 7-ին ծնված տղամարդկանց բնութագիրը։ Այս տղամարդիկ զսպված, աշխատասեր և կամային անհատներ են։ Նրանց արտաքին խստության և ինքնավստահության տակ հաճախ թաքնված են երկչոտությունն ու կասկածամտությունը։ Նրանք նախ մանրակրկիտ վերլուծում են իրավիճակը և միայն հետո կայացնում որոշումներ։ Այս տղամարդիկ օժտված են արտահայտված առաջնորդական որակներով և ձգտում են հաղթանակների։ Անհաջողությունները ցավոտ են ընդունում, ինչը կարող է ժամանակավորապես խաթարել իրենց ինքնավստահությունը։ Հարաբերություններ։
Այսօրը ծնվածները չեն սիրում միայնությունը և մշտապես որոնում են իրենց երկրորդ կեսին։ Նրանք զուգընկերոջ մեջ փնտրում են իդեալին համապատասխան որակներ և հաճախ չեն կարողանում ազատվել այդ զգացումից, որ կողքինը ճիշտ մարդ չէ։ Բաժանումներն ու վեճերը ծանր են տանում։ Իրենք երկչոտ, ամաչկոտ և փակ բնավորություն ունեցող մարդիկ են։ Նրանք վախենում են բացահայտ խոստովանել իրենց զգացմունքները և մերժում ստանալ։ Ընտանիքում նրանք հավատարիմ ամուսիններ և հրաշալի ծնողներ են։ Մեծապես գնահատում են ընտանեկան ավանդույթներն ու արժեքները։ Համատեղելիություն։ Հունվարի 7-ին ծնված այդ եղջյուրները ամուր հարաբերություններ են կառուցում ցուլերի, առյուծների, կարիճների և իրենց նշանի ներկայացուցիչների հետ։ Բարդ հարաբերություններ կարող են ունենալ խոյերի, աղեղնավորների, խեցգետինների և ջրհոսների հետ։ Եվ ամենահարմար զուգընկերները հունվարի 7-ին ծնվածների համար։ Սիրո և ամուսնության համար առավել հարմար են այն մարդիկ, ովքեր ծնվել են հետևյալ օրերին։ Կարող եք գրի առնել. հունվարի 6, 7, 16, փետրվարի 4, 5, 23, մարտի 11, 16, 22, 24, 25, 29, ապրիլի 1, 4, 6, 27, 29, մայիսի 11, 19, 21, 25, հունիսի 8, 9, 12, 19 և 27, հուլիսի 2, 6, 7, 14 և 27, օգոստոսի 2, 10, 12, 22, 23, 29, սեպտեմբերի 8, 17, 30, հոկտեմբերի 3, 5, 11, 15, 17, 18, նոյեմբերի 1, 12, 15, 18, 25 և դեկտեմբերի 9, 16 և 25։ Նշեք այս օրերը, իրենք հարմար են սիրո և ամուսնության համար։ Աշխատանք։ Այսօրը ծնվածները իսկական աշխատասերներ են։ Աշխատանքը նրանց համար առաջին տեղում է։ Նրանք վճռական են, հավասարակշռված և ունեն հարուստ երևակայություն։ Լավ են աշխատում թիմում, արագ առաջ են գնում կարիերայում և հաճախ հասնում ղեկավար պաշտոնների։ Օժտված են կազմակերպչական ունակություններով, կարողանում են ճիշտ բաշխել ժամանակը, ռեսուրսներն ու էներգիան։ Նրանք չեն վախենում դժվարություններից և չեն նահանջում անսպասելի իրավիճակների առջև, հավատարիմ մնալով իրենց ծրագրերին։ Լավագույն մասնագիտությունները՝ օդաչու, վարորդ, դասախոս, տուրիստական գործակալ, մանկավարժ և ուղեկցորդ։ Առողջություն։ Հունվարի 7-ին ծնված այդ եղջյուրները բնածին լավ առողջություն ունեն, սակայն հաճախ անտեսում են այն։ Ամենախոցելի համակարգերն են նյարդային և մարսողական համակարգը։ Նրանք շատ ժամանակ են հատկացնում աշխատանքին, իսկ ստրեսը, քնի պակասը, անկանոն սնունդը և նստակյաց կյանքը կարող են հանգեցնել հյուծման և նյարդային լարվածության։ Ուժերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում հաճախ քայլել մաքուր օդում, բավարար քնել և կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարել։ Մարսողական խնդիրներից և ավելորդ քաշից խուսափելու համար անհրաժեշտ է հավասարակշռված սնունդ։ Խորհուրդներ հունվարի 7-ին ծնվածներին։ Մի նեղվեք մանրուքներից։ Ստրեսն ու անհանգստությունը խախտում են ներքին ներդաշնակությունը։ Փոքր խնդիրներից դուրս գալու լավագույն միջոցը գործունեության փոփոխությունն է։ Մի ափսոսացեք անցյալի համար։ Մի կենտրոնացեք սխալների վրա և մի մտածեք, թե ինչ կարելի էր ավելի լավ անել։ Քաղեք դասերը և ապագայում խուսափեք նման իրավիճակներից։ Գտեք համախոհ ընկեր։ Միստիկայի, հոգեբանության կամ փիլիսոփայության հանդեպ հետաքրքրությունը շատերի համար կարող է տարօրինակ թվալ։ Սակայն նույն հետաքրքրություններն ունեցող ընկերները ձեր ազատ ժամանակը կդարձնեն ավելի հետաքրքիր և կոգեշնչեն գիտելիքների ընդլայնման համար։